Ողջունում եմ ձեզ իմ այս վիդեոում, այս անգամ կխոսենք Դանիելի 11-րդ գլխի մասին, այնտեղ խոսվում է հարավի և հյուսիսի թագավորի մասին, նախորդ անգամ խոսեցինք 4 գազանների մասին, որոնք խորհրդանշում էին 4 համաշխարհային թագավորությունները, որոնք էին Բաբելոնը, Մարած Պարսկաստանը որպես մեկ թագավորական էտապ կայսրության, երրորդը եկավ Մակեդոնացու և չորրորդը Հռոմի։ Եվ այնուհետև խոսեցինք Հռոմի բաժանման մասին, որ արձանի 10 մատերը խորհրդանշում էին 10 թագավորությունները։ Դուք առավել լայն ձևով կարող եք տեսնել YouTube-յան այլ ալիքներում, ես ոչ թե բացահայտում եմ անում, այլ մի փոքր, այսպես ասած, ձեզ ուղղորդում եմ, թե որտեղ նայեք, իսկ մնացածը դուք կարող եք ինքներդ էլ ուսումնասիրել։ Իսկ հիմա խոսենք հարավի և հյուսիսի թագավորության մասին։ Նախ պիտի ասենք, որ մարգարեական գրքերը, ինչպես ասացինք, օրինակ գազանների դեպքում ունեն խորհուրդներ, որը հայտնություն գրքում է կա։ Ամեն խորհուրդ ունի իր իմաստը, օրինակ ասեցինք եղջյուրը հեղինակությունն է կամ թագավորը, կոնկրետ անձ է կամ։ Իսկ թագավորությունները գազաններ էին։ Կա նաև ծով հասկացողություն, որը նշանակում է իշխանություն։ Այդ ջրերը, ինչքան գիտեմ, գաղափարներն են, դոգմաները եւ այլն։ Եվ այսպիսով այստեղ խոսվում է հարավի և հյուսիսի մասին, հասկանանք, որ խոսքը, եթե խոսվում է Աստծո ժողովրդի մասին, որ հարավն ու հյուսիսը, եթե դուք կարդաք այս գլուխը կհասկանաք, մենք ընդհանուր չենք կարդալու, ասվում է, որ հարավը դեպի Իսրայելից հարավ Եգիպտոսի թագավորությունն է, դեպի հյուսիս Բաբելոնի թագավորությունը, դրանք երկուսն էլ եղել են Աստծուն հակառակ երկրներ հիմնականում, և երկուսն էլ ճիշտ է ունեցել են աստվածներ, սակայն չեն շարժվել ճշմարիտ Աստծո խոսքով, և Իսրայելի թշնամիներն են եղել, հարավի Եգիպտոսն է եղել, հյուսիսը Բաբելոնը։ Դրանք միմյանցից տարբերվում են իրենց մշակույթներով և իրենց գաղափարներով, օրինակի համար, այսպես ասենք, նաև Բաբելոնի թագավորությունը խորհրդանշում է նաև հայտնության գրքի այն կնոջը, որը ամբարոտ կինն է հայտնության գրքի, այսինքն այն եկեղեցին, կինը եկեղեցին է խորհրդանշում, որը Աստծուց հեռացած է, հետագայում եթե անենք այդպիսի վիդեոներ կհասկանաք, որ խոսքը կաթոլիկ եկեղեցու մասին է, նախորդ վիդեոում խոսվեց դրա մասին, այսինքն ընդհանրապես բոլոր եկեղեցիները, ովքեր Աստծո խոսքից ծռված են, ինչպես կինը իր տղամարդի չի հնազանդվում, այդպես էլ այն եկեղեցին, որը Աստծուց, դա էլ Աստծունը չէ։ Եվ այսպիսով այդ խորհուրդն ունի Բաբելոնը, այսինքն Բաբելոն նշանակում է ճշմարտանման սուտ։ Եթե ուսումնասիրենք Բաբելոնի աստվածներին, ճիշտ է, նրանք սովորական հեթանոսական աստվածներ էին, սակայն կան մի քանի ընդհանուր գաղափարներ, օրինակ արարչագործության հետ կապված, իսկ Եգիպտոսը այն երկիրն է, ճիշտ է, նա նույնպես կրոն ուներ Եգիպտոսը, սակայն Եգիպտոսը իրեն վերապահում էր այլ տիտղոս։ Եգիպտոսի փարավոնը նշանակում է Աստծո տուն, այսինքն դա մեծ արժեք է իրենց համար, և փարավոնը կոչվում էր Աստծո որդի, այսինքն Աստծո փոխանորդը երկրի վրա։ Նրանք այդպիսի տիտղոսներ էին կրում և անհավատ էին, Աստծուն ընդհանրապես չէին հավատում, ասում էին Աստված մենք ենք, փարավոնները։ Այսինքն մարդկապաշտություն, կարծես նման լիներ ԽՍՀՄ-ի տարիներին։ Այսինքն այնտեղ դեռ սկզբնական ժամանակներում կար աթեիստական կրոններ, օրինակ բուդդայականությունն է, աթեիստական կրոն է, չի հավատում Արարիչ Աստծո։ Դրա համար եմ այդպես ասում, աթեիստ այստեղ ճակերտներում ասած, երբ որ փարավոնին Մովսեսը եկավ և Աստծո անունից էր ասում էր ես Աստծո չեմ ճանաչում, Եհովային չեմ ճանաչում, ի տարբերություն, որ Բաբելոնում Նաբուգոդոնոսորը ճանաչեց Աստծուն, այսինքն այստեղ լրիվ ժխտվում էր Աստված։ Հիմա մենք պետք է այս ամբողջը հասկանանք բոլոր պատմական ցիկլերով, այսինքն հյուսիսի ու հարավի պատերազմը լինելու է մինչև վերջին ժամանակները գրեթե։ Դա սկսվում է դեռ շատ վաղուց։ Եթե ես ճիշտ գիտեմ, Սելևկյան կայսրություն, Պտղոմեոսյան Եգիպտոս, Հեթանոս Հռոմ, Քրիստոնյա Հռոմ, այսինքն սրանք մեկ կերպարներ չեն, մի հատ Եգիպտոս չէ, մեկ Բաբելոն, դրանք խորհրդանիշներ են, այլ դա կրկնվող ցիկլ է, անդադ պատմական։ Հարավը այն ուժերն են, որոնք կրկին Աստծուն հակառակ են, սակայն այնտեղ գերադասվում է մարդկային արժեքները, այսինքն ոչ մի կրոնական բան, գրեթե աթեիստական, կամ շատ քիչ Աստծո անունով ու լրիվ աթեիստական գաղափարներ, իսկ
Բաբելոնը կրոնական կեղծ համակարգ, այսինքն այստեղ կրոնն է մեծ դեր հատկացվում, այսօր աշխարհում գնում է այդպիսի բան էկումենիզմ, բոլոր կրոնների միություն, սակայն դա Աստծոն չէ, դա նոր Բաբելոնն է, ինչպես հին Բաբելոնի ժամանակ, այսինքն կեղծ ուսմունք։ Բայց ինչպես վկայում է Դանիելի գիրքը, հաղթողը դուրս է գալիս Հյուսիսի թագավորը, այսինքն կրոնական աշխարհը, բայց այնպես չէ, դա Աստծո կրոնն է, նորից եմ կրկնում։ Երկուսն էլ Աստծո թշնամիներն են, տարբերություն չկա, պրոստը ամեն մեկը իր քաղաքականությունն ունի, հարավը բացահայտ անհավատ, այսօրվա մշակութային արժեքներն ինձ թվում է կարող է դրա մեջ ավելացնել եւ կոմունիզմ եւ կարող լինի ֆեմինիզմ, աթեիզմ, իսկ Հյուսիսը կեղծ կրոն է, որը լրիվ սխալ ձևով է Աստծուն պաշտում, էլ նկարներով, էլ կռապաշտություն եւ ընդհանրապես Աստվածաշնչից հեռացում։ Կրոններ տարբեր տեսակի են լինում, կան հեթանոսական կրոններ, կան մոնոթեիստական կրոն, ինչպիսին է քրիստոնեություն, այսինքն մեկ Աստված, բայց մեր մոտ 3 անձով, իսլամը, զրադաշտականություն, այսինքն Աբրահամյան կրոնները ու մի քանի կրոններ, որոնք հավատում են Արարիչ Աստծո։ Օրինակ Կրիշնիզմի մեջ կա, որ կա արարչագործություն, բայց օրինակ բուդդիզմը չի հավատում արարչագործության, այնտեղ ասում են, որ բոլորը կարող եք Աստված լինել, այսինքն Եգիպտոսի կրոնին է նման։ Սա էլ մշակութային արժեքներ է։ Ընդհանուր այս էր ասած հիմքը, որ Հյուսիսն ու հարավը դրանք վերացական չեն, սակայն խորհրդանշական իմաստ ունեն, եւ դա գլոբալ պետք է հասկանալ, ոչ Եգիպտոս, ոչ Բաբելոն, բառից բուն իմաստով, քանզի երկուս պետություններն այսօր չկան։ Եվ այսպես կոչ պետք է արվել, եւ ես եմ կոչ անում բոլոր քրիստոնյաներին եւ հեռու մնալ նրանից, պետք է մենք ունենանք մեր Աստծո թագավորությունը հավատով, Աստծո հանդեպ երկյուղվածությամբ, սիրով, ամենակարևորը թե սեր չեղնի, չի կարող ոչ մի բան լինել, եւ Աստծո խոսքի ուսումնասիրությամբ, ոչ մարդաբանական եւ մարդկային արժեքներով, այլ աստվածային արժեհամակարգով։